Բարև ձեզ, ողջունում ենք բոլոր նրանց, ովքեր հետևում են մեզ Armenpress լրատվական գործակալության մամուլի կենտրոնում, այսօր հյուրընկալել ենք աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Լուսինե Քոչարյանին, բարև ձեզ Տիկին Քոչարյան, շնորհակալություն, որ այստեղ եք։ Մենք այսօր խոսելու ենք Ղարաբաղից տեղահանված առանձին խմբերի ընտանիքների վարձակալության վարձավճարի մասնակի հատուցման միջոցառման մասին, մեր բանախոսը կներկայացնի մանրամասներ, այնուհետև կշարունակենք հարցերով, խնդրեմ Տիկին Քոչարյան։ Եվս մեկ անգամ բարև ձեզ, նախ ուզում եմ նշել, որ ծրագիրը մշակվել է եւ հաստատվել է հաշվի առնելով նաեւ մեր տեղահանված հայրենակիցների խնդրանքը, կային ընտանիքներ, որոնք բաղկացած են միայն հաշմանդամություն ունեցող անձանցից կամ միայն տարեծամուսիններ էին եւ ոչ միայն ցանկություն չունեին հավաստագիր ստանալու, այլ իրենց համար դժվարություն էր բնակարան փնտրելը, գտնելը, դրա առողջարքի մասին բանակցելը, փաստաթղթերը հավաքելը եւ այլն, եւ այս խոչընդոտն էր հիմնական պատճառը, որ նրանք ավելի գերադասում էին ունենալ բարձով բնակարան կամ սոցիալական բնակարան, որը տրամադրվում է պետության կողմից, անհատույց, որպես կացարանի ծառայություն։ Եվ այս հաշվի առնելով նախատեսեցինք եւ այս ծրագիրը, այսինքն մշակվեց այս ծրագիրը եւ նաեւ փոփոխություն մտցրեցինք մեր մի շարք այլ որոշումներում, մասնավորապես սոցիալական բնակարանի տրամադրման որոշման մեջ այժմ մեր տեղահանված հայրենակիցները հանդիսանում են շահառու խումբ, այսինքն կարող են օգտվել նաեւ կացարանի ծառայությունից։ Ովքեր կարող են օգտվել այս ծրագրից, խնդրեմ մի փոքր մանրամասնեք, շահառուները ինչ պայմանների պետք է համապատասխանեն։ Այս ծրագիրը մշակվել է եւ շահառու են հանդիսանում այն ընտանիքները, որոնք փոքր կազմում են, 2 կամ 3 հոգի են, բաղկացած են հաշմանդամություն ունեցող անձանցից կամ ընտանիքի անդամների տարիքը գերազանցում է 60 տարեկանը։ Եթե 2 հոգի են, տարիքը պիտի լինի 115 եւ ավել, եւ եթե 3 անձից են բաղկացած 175 եւ ավել։ Նաեւ պարտադիր պայման է, որ նրանք ունենան ՀՀ քաղաքացիություն, այնպես ինչպես բնականի հավաստագիր ստանալու պայմանն է։ Եվ մեկ պայման ունենք, որ նրանք պիտի նախորոք գրանցվեն մեր սոցիալական բնակարանի հերթացուցակում։ Հերթացուցակում գրանցվելու դիմում ներկայացնելու պահին նաև լրացնելու են հրաժարման ձև, որ հրաժարվում են բնակարանի հավաստագրից, գրավոր բոլոր ընտանիքի անդամների կողմից ստորագրված, հետագայում որևէ իրավական խնդրից խուսափելու նպատակով եւ սոցիալական բնակարանի հերթացուցակում գրանցվելուց հետո կարող են սպասել իրենց հերթին եւ նրանց կտրամադրվի սոցիալական բնակարան կամ կարող են արդեն թվային հարթակով դիմել երկարաժամկետ վարձակալության ծրագրին, դիմումը կստուգվի, այսինքն թվային հարթակը կստուգի արդյոք սոցիալական բնակարանի հերթացուցակում անձինք գրանցված են եւ դրանից հետո արդեն եթե մնացած բոլոր պայմաններին բավարարում է ընտանիքը կհաստատի եւ փոխհատուցումը կստանան իրենց բանկային հաշվին, որ նշել են իրենց դիմումում։ Փոխհատուցումը կամ այս սոցիալական աջակցությունը որքան ժամկետով է տրամադրվում եւ ընտանիքի յուրաքանչյուր անդամի համար որքան գումար է նախատեսվել։ Աջակցությունը կտրամադրվի 120 ամիս 10 տարի ժամկետով եւ ընտանիքի յուրաքանչյուր անդամ կստանա 40,000 դրամ որպես փոխհատուցում վարձավճարի։ Ձեր հաշվարկները ինչ են ցույց տալիս 2-3 հոգանոց ընտանիքը, եթե ամեն մեկին 40,000 է տրամադրվում, կարողանում են բնակարանային հարց լուծել վարձավճարի մասով։ Իրականում մենք նշել ենք մասնակի փոխհատուցում, որպեսզի աշխարհագրական որևէ խոչընդոտ չունենան, եթե ցանկանում են բնակվել Երևան քաղաքում, որտեղ բնականաբար վարձավճարները ավելի բարձր են, կստացվի, որ մենք փոխհատուցում ենք դրա փոքր մասը, բայց մարզային բնակավայրերում կլինեն նաև բնակավայրեր, որ ամբողջությամբ կփակի վարձավճարը, շուկայի ուսումնասիրությունը մի փոքր արել ենք մինչև կինը հաստատելը, նաև տեղեկություն ունենք, որ նման ընտանիքներ կան, այս պահին բնակվում են մարզերում, անձնական հանդիպումների, քաղաքացիների ընդունելության ժամանակ դեմ առ դեմ հանդիպումների ժամանակ հասկացել ենք, որ ավելի շուտ ունենք իրազեկման խնդիր, այսինքն իրազեկված չեն մեր որոշ քաղաքացիներ, որ կարող են դիմել այս ծառայության։
Տիկին Քոչարյան, նշեցիք, որ հավաստագրից պետք է հրաժարվեն, հա, այս հարթակի միջոցով խոսքային հավաստագրի մասին է, որոնք տրվում են Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին բնակարան ձեռք բերելու, ճիշտ է։ Մենք ունենք հաշվարկներ, թե այս ժամանակահատվածում մոտավոր քանի ընտանիքի մասին է խոսքը, որ այս ծրագրի պոտենցիալ շահառուներ կարող են լինել։ Քանիսը կարող են պոտենցիալ լինել շահառուներ, չգիտենք, այս պահին ունենք արդեն դիմումներ, որոնց մի մասը մերժվել է հենց սոցիալական բնականի հերթացուցակում գրանցված չլինելու պատճառով, դրա համար եւս մեկ անգամ ուզում եմ շեշտել, որ պիտի անպայման միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնում գրանցվեն սոցիալական բնականի հերթացուցակում, որից հետո արդեն հնարավորություն կունենան դիմել այս ծրագրին։ Սա նորից կրկնեմ, սակայն որ դեմարդեմ հանդիպումների համար հասկանում ենք, որ մենք ունենք պոտենցիալ շահառուներ, բայց իրազեկվածությունը բարձր չի, այդ առումով պիտի աշխատենք նաև միասնական սոցիալական ծառայության գործընկերների հետ եւ խնդրենք նման շահառուներին ցանկացած ուրիշ հարցով դիմելու դեպքում իրազեկել, որ նրանք կարող են հանդիսանալ նաև այս մեր ծառայության շահառու։ Բայց մոտավոր թիվ պատկերացնում ենք ծրագրի բյուջեի առանձնացնելու առումով։ Մոտավոր թիվ իհարկե պատկերացնում ենք, քանի որ մեր ընդհանուր շահառուների թիվը մեկն է, մեր տեղահանված հայրենակիցների ամբողջական թիվը, բյուջեն հաշվարկված է, բնակապահովման բյուջեն հաշվարկված է հենց այս թիվը հաշվի առնելով, եթե հավաստագիր չի վերցնում ընտանիքը, օգտվում է ծառայությունից, մոտավոր նույն ծախսն է պետությունը կատարում, այսինքն 10 ամսվա ծախսը, 2 հոգու օրինակ 2 հոգու վարձակալության փոխհատուցման 10 տարվա ծախսը մոտավորապես կկազմի նույն գումարը, ինչ եթե հավաստագիր վերցնի։ Դուք նշեցիք այն պայմանները, որոնց պետք է համապատասխանեն շահառուները։ Ինձ հետաքրքիր է բոլորին հավասարաչափ պետք է համապատասխանեն, թե օրինակ դրանցից մեկին, եթե համապատասխանում են, կարող են դիմել։ Ենթադրենք, ամուսիններ են, բայց ընտանիքում չկան հաշմանդամություն ունեցող անձինք, 2 հոգի են, իրենք կարող են դիմել։ Եթե ամուսինների յուրաքանչյուրի տարիքը 60 եւ ավել, այսինքն հանրագումարը 115 տարի եւ ավել է, այո, եւ չունեն հաշմանդամություն, այո, նրանք կհանդիսանան ծրագրի շահառուն։ Կամ ամուսիններ են, տարեց ամուսիններ են, մեկը ունի հաշմանդամություն, մյուսը 60 եւ ավել է, նորից կդառնան ծրագրի շահառու, երկուսն էլ ունեն հաշմանդամություն, նորից կդառնան ծրագրի շահառու։ Այսինքն պարտադիր պայմանն է տարիքային հանրագումարը, ճիշտ ենք հասկանում։ Շատ լավ։ Սոցիալական ցանցերում գրառումներ էի առանձնացրել, մասնավորապես նշվում էր, որ եթե մեկ հոգուց է բաղկացած ընտանիքը, տվյալ անձը կարող է օգտվել թե ոչ, ինչպես նշեցիք, եթե տարիքի հանրագումարը կարևոր է, այսինքն մեկ հոգուց բաղկացած ընտանիքը եթե մեկ հոգուց է բաղկացած ընտանիքը ունի հաշմանդամության նշված չափորոշիչը եւ կամ տարիքը 60 եւ ավել է, տվյալ դեպքում այդ մեկ հոգի ունեցող մեկանձյա ընտանիքը կկարողանա դիմել ծրագրին։ Եվ դեռ հավաստագրից չհրաժարված անձեր հարցը բարձրացրել, որ որոշ դրույթներով համապատասխանում է, կարող է միջանկյալ օգտվել, մինչև հավաստագրի պայմանավորված բնակարանի հարցը կարգավորվի, նոր հրաժարվի։ Ես արդեն այդ մասին ասացի, բայց եւս մեկ անգամ շեշտեմ, որ չի կարողանա, եթե նախատեսում է դիմել հավաստագրի, ապա չի կարողանա դիմել ծրագրին, որտեղ պարտադիր նշելու է, որ երբևէ չի դիմելու այլևս հավաստագրի եւ հրաժարվում է ընդհանրապես այդ ծառայության տեսակի։ Ես ճիշտ հասկացա, եւ պետք է պարտադիր գրանցված լինի սոցիալական բնակարանային հերթում եւ հրաժարվի հավաստագրից, նոր կարողանա այս բաղադրիչից օգտվել։ Բայց բաղադրիչից օգտվելով սոցիալական բնակարանային հերթը շարունակում է մնալ, թե դրանից էլ է հրաժարվում։ Դրանից էլ է հրաժարվում, որտեղ հերթացուցակում հայտնվելու դեպքում մոտակա ժամանակում նրան առաջարկվելու էր որևէ մեր մարզում սոցիալական բնակարան, պետությունը անհատույց տրամադրելու էր այդ կացարանը եւ այս տարիքի անձանց համար անժամկետ, ասեմ որ 65 եւ ավել անձանց համար սոցիալական բնակարանում բնակվելը չունի ժամկետ, այսինքն անժամկետ մինչեւ մահ այդ անձին բնակվում են բնակարանում, իսկ այս դեպքում իրեն տրամադրվելու է, ինքը հրաժարվելու է հերթացուցակից դուրս է գալու եւ ստանալու է երկարաժամկետ վարձակալության փոխհատուցում։
Եթե այս ծրագրից օգտվում է, ուրեմն ժամկետը պարտադիր 10 տարի է, չի կարող օրինակ 2 տարով օգտվել, 3 տարով օգտվել, եթե արդեն ամեն ինչից հրաժարվում է եւ այս ծրագրից է օգտվում, բացառապես 10 տարի։ Չէ, եթե անձը որոշի ինչ պատճառներով, որ այլևս չի ուզում ծրագրից օգտվել, ինքը կարող է հրաժարվել այդ աջակցությունից ցանկացած բանի, բայց այլևս չի կարողանալու օգտվել սոցիալական բնակարանի ծառայությունից կամ հավաստագրից։ Շատ լավ։ Խնդրեմ նշեք նաև մեկ անգամ եւս այն հարթակը housing.servicing.am-ն է, ինչ ընթացակարգով են քաղաքացիներն դիմելու։ Նախ քաղաքացիներին կոչ եմ անում մոտենալ միասնական սոցիալական ծառայություն եւ գրանցվել սոցիալական բնակարանի հերթացուցակում, դիմում ներկայացնել այնտեղ հաշվառվելու համար, նաեւ լրացնել այդ հրաժարման ձևաթուղթը, ընտանիքի բոլոր անդամները ստորագրեն, որ հրաժարվում են բնակապահովման համար սերտիֆիկատ ստանալուց, այնուհետև թվային հարթակով մուտք են գործելու նշված հարթակը, լրացնելու են բոլոր իրենց տվյալները, թվային հարթակը ստուգելու է իրենց արկայությունը սոցիալական բնականի հերթացուցակում, մնացած բոլոր չափորոշիչները ստուգելուց հետո դիմումը հաստատել։ Ինչ ժամկետի մեջ են արդեն աջակցությունը ստանալու դիմումը հաստատելուց հետո։ Դիմումը հաստատելուց հետո 2 օրվա ընթացքում պետական եկամուտների կոմիտեից մենք ստանում ենք հաստատում 2 աշխատանքային օրվա ընթացքում, որ այդ վարձատուի տվյալները գրանցված են պետական եկամուտների կոմիտեում եւ փոխհատուցումը սկսվելու է։ Փոխհատուցման այդ պահից մեկնարկելու է։ Բայց այստեղ մի բան եմ ուզում ասել, որտեղ քաղաքացիները նաեւ լրագրողները այս հարցը շատ էին բարձրացնում, ինչու է պարտադիր, որ վարձակալի եւ վարձատուի միջեւ լինի ֆորմալ պայմանավորվածություն, ոչ ֆորմալ, բնականաբար մենք չենք կարող ֆինանսավորել մի ծրագիր, որտեղ չկան ֆորմալ հարաբերություններ, պարտադիր է դա ոչ միայն այն տեսակետից, որ հարկերը պիտի վճարվեն այդ վարձակալության ծառայության, այլ նաև պարտադիր է մեզ համար, որպեսզի եւ վարձակալի եւ վարձատուի իրավունքները պաշտպանված լինեն։ Այսինքն պայմանագրում նշվում են եւ պարտականություններ եւ իրավունքներ, որպեսզի այս իրավունքները պաշտպանված լինեն, պիտի անպայման լինի պայմանագիր եւ գրանցված լինի պետական եկամուտների կոմիտեում, որպեսզի ֆինանսավորվի ծրագրի կողմից։ Շատ լավ։ Իսկ այս ծրագրի մեկնարկը հուլիսին էր, թե հունիսին։ Ծրագիրը մեկնարկել է հուլիսի 1-ից, մենք արդեն ունենք դիմումներ, ճիշտ է, նշեցի արդեն, որ դրանց մի մասը մերժվել է հենց այն պատճառով, որ սոցիալական բնականի հերթացուցակում գրանցված չեն այդ անձինք, բայց ոչ միայն այս հարթակը կօգտագործենք իրազեկման համար, այլ օգտագործում ենք այլ հարթակներ եւս, նաեւ պրոակտիվ խնդրելու ենք մեր գործընկերներին, որպեսզի այն անձանց են տեղահանված ընտանիքներին, որոնք գալիս են այլ աջակցություն ստանալու նպատակով մոտենում են միասնական սոցիալական ծառայություն, տեղում իրազեկեն, որ իրենց համար հասանելի է ծառայություն։ Իսկ սոցիալական բնակարանի մասով գործնականում կա շարժ, այսինքն արդեն տեղավորված են իրենց, թե նոր պիտի լինի։ Եվ կան տեղավորված անձինք, որոնք նաև կարգի փոփոխության պայմանավորված պիտի դիմում ներկայացնեն, որովհետև ճգնաժամային իրավիճակում անձինք են եղել, որ այլ լուծում չեն եղել, քան մեր սոցիալական բնակարանում տեղավորվելը։ Հիմա փաստաթղթավորման շրջանում ենք եւ պայմանագրերի վերականգնման, որովհետև կարգը փոխվել է եւ ընդունվել են նոր որոշում նոր չափանիշներով եւ կան դիմողներ, որ ցանկանում են, մենք կարգն ենք բացատրում, որ կարող եք դիմել, սպասել հերթացուցակում։ Ըստ արդյունքի։ Շատ լավ, շնորհակալ եմ, մեր գործընկերներից հարցեր կան, չկա, դուք հավելելու բան ունեք։ Մեկ անգամ եւս հիշեցնենք, երբ արդեն կարող են դիմել, նախ առաջինը միասնական սոցիալական գրասենյակ են այցելում, հերթագրման ցուցակում են ընդգրկվում։ Հրաժարման ձևաթուղթը լրացնում են եւ այնուհետեւ եթե ցանկություն կա արդեն դիմելու այս ծառայությանը, թվային հարթակով ներկայացնում են։ Շնորհակալ եմ շատ հանգամանալից ներկայացնելու համար, ձեր գործերին հաջողություն ավարտենք։